Հիմա կարդում եմ ընդամենը 1 տարվա 2025 թվականի միայն իմ հաշվարկած պարտքի ցանկը։ Եվ այսպես 2025 թվականի հենց առաջին կառավարության նիստի ժամանակ հունվարի 9-ին համաձայնություն տրվեց ռեկորդային 236 միլիոն եվրո վարկային համաձայնագրի 60 կիլոմետր ճանապարհ պետք է սարքեին ու ինչ-որ թունել։ Նույն ամսին մի հատ էլ 45.3 միլիոն եվրո վերցնելու համաձայնություն տվեցին։ Դա էլ առողջապահական ծառայությունների որակի գնահատման ու նման բաների համար էր։ Հաջորդ վարկը 102 միլիոն դոլար էր վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից։ Հաջորդը 26 միլիոն եվրո վերականգնման վարկերի բանկից էներգոարդյունավետության զարգացում այդ նպատակով։ Դիմակայում Սյունիք ծրագրի համար Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքեցին 50 միլիոն եվրոյի համաձայնագիր։ Նույն օրը մի հատ էլ 96.5 միլիոն եվրո վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ համաձայնեցրին զբոսաշրջության զարգացման համար իբր։ Անցնենք առաջ։ 39 միլիոն եվրո վարկի համաձայնություն տրվեց Էլի Վզեբից Երևանում մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով։ Այսինքն Սարյան փողոցի հայտնի պոչտան քանդում են, տեղը շենք սարքեն ու վերցնում են 39 միլիոն եվրո վարկ։ Մյուս վարկը զարգացման ֆրանսիական գործակալությունից էր դա էլ 150 միլիոն եվրո։ Դա էլ էր բյուջեի դեֆիցիտի փակման համար։ Վարկի տևողությունը 20 տարի։ Այսինքն ինչ է ստացվում 25 թվականի ճոխ պարգևատրման տարվա բյուջեի կատարման համար վերցրած վարկը պետք է փակվի մինչև 2045 թվականը 20 տարով վարկ են վերցնում փակեն 1 տարվա բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Այն տարվա, որի ժամանակ միայն միանվագ դեկտեմբերին պարգևատրվել են 8 միլիոն դոլարով։